Ուրեմն սիրելի քույր եղբայրներ, Հովաննու ավետարան հասանք գլուխ 13։ Եվ ինչ գեղեցիկ գլուխ է, ինչ գեղեցիկ բան կբադայի, արդեն Հիսուս մտավ Երուսաղեմ եւ հիմա գամած խաչելության կպատրաստվի։ Եվ այս խաչելության պատրաստության սկիզբը 13 գլուխն է։ 13-ին պիտի երթանք, պիտի գարտանք, պիտի տեսնենք կամած այդ 13-ին 16 գլուխները, 17-րդ գլուխը, թե Հիսուս ինչպես կպատրաստվի խաչելության։ Եվ ինչ կսե եւ ինչպես ժամանակ կանցնի իր աշակերտներուն հետ այդ վերջին օրը։ Եվ Հովաննես ավետարանիչը 13, 14, 15, 16, 17 ուրեմն 5 գլուխներ գտնե այդ վերջին երեգոյի խոսքերու վրա, թե ինչ պատահեցավ եւ Հիսուս ինչ ասավ այդ վերջին երեգոն։ Մյուս ավետարանիչները շատ արագ կանցնեն այդ վերջին երեգոյի մասին, միան կխոսին Սուրբ հաղորդության մասին։ Իսկ Հովաննեսը ավելի խոր կխոսի։ Սուրբ հաղորդության արարողության մասին չխոսիր զարմանալի ձևով, բայց կխոսի այդ 5 գլուխներու մեջ, թե ինչ է այդ վերջին օրվա Հիսուսի հոգեվիճակը եւ ինչ կփոխանցե իր աշակերտներուն։ Հուսամ օգուտ կնե քեզի եւ ինձի այսօրվա մեր սերտողությունը։ Համար ուրեմն գլուխ 13 համար 1։ Զադիգի դոնեն առաջ Հիսուս գիտնալով թե իր ժամանակը հասեր է, որ այս աշխարհեն ելլե հորքով, սիրելով իրենինները, որոնք աշխարհի մեջ էին, մինչև վերջ ալ սիրեց զանոք։ Ահա վերջին ժամանակը հասել է, այս վերջին ընթրիքն է, որ դերը գնե իր աշակերտներուն հետ։ Եվ գեղեցիկ այստեղ գսե ժամանակը հասել է, որ ինք այս աշխարհեն ելլե եւ իր հորը քով երթա, ուր որ էր նախորոք։ Հստակ կբացատրվի այստեղ Հիսուսի այդ հոգեվիճակը, որ ինք արդեն գիտավ ժամանակը եկավ, գիտեք շատ անգամներ Հիսուս գսե ժամանակը ստեր հասած չէ, ժամանակը ստեր հասած չէ, բայց արդեն այստեղ ժամանակը հասավ։ Ինչ կնե, երբ որ ժամանակը կհասնի, իր աշխարհեն ելլելու այդ ընթացքը կմոտենա, խաչելությունը եւ այլն կմոտենա, ինչ կնե։ Գրա այստեղ սիրելով իրենինները մինչև վերջ սիրեց։ Մինչև վերջ սիրեց։ Հիսուսի սերը սահման չունի, անսահման է Աստված եւ Աստված սեր է։ Ինչը սել է մինչև վերջ սիրեց։ Ասել է, որ Հիսուս իր առաքելության մեջ ինչ որ պետք է ըներ, մինչև վերջ կատարեց։ Իր Հիսուսի առաքելությունը սիրո արտահայտություն էր։ Իր քարոզները, իր հրաշքները, աշակերտներուն հետ ուդել, նստիր, խոսիլը, այս բոլորը սիրո արտահայտություններ։ Եվ իր այդ սիրո արտահայտությունը մինչև վերջ պիտի դանի, մինչև իր առաքելության վերջին վարգյանը, մինչև խաչին վրա իր հոգին բիդիդա, մինչև այդտեղ իր սիրո արտահայտությունն է, որ Հիսուս գահայտնե եւ Հիսուսի արտահայտության մեջ մենք կտեսնենք հորը սերը Հիսուսով գահայտնվի։ Ուրեմն ինչ կնա այստեղ իր սերը հայտնելու համար, քանի որ սերը սիրելիներ զգացում չէ, սերը արտահայտություն է, սերը դրսևորում է, սերը կորձ է, սերը ընելիք բաներ են։ Եվ որ կան մարդիկ շատեր գսեն ես կսիրեմ, զգացումային սերը երկնային չէ։ Աստծո սերը դրսևորման սեր է, արտահայտություն է, որ գերևնա կորձով։ Եվ այստեղ Հիսուս սիրեց իրենինները մինչև վերջ կսե։ Եվ ինչ էր այդ սիրո արտահայտությունը, որ այստեղ հիմա մենք պիտի տեսնենք, նայեցեք ինչ կբադայի ընթրիքը, երբ ընթրիք կլար, մինչ Սատանան արդեն Իսկարիոտի Սիմոնին հութային սրդին մեջ դրեր էր, որ զանիգամատնե, Հիսուս գիտնալով թե հայրը ամեն բան իր ձեռքը տվավ եւ թե ինք Աստուծմե ելավ եւ ազոքով պիտի երթա, ինչ ըրավ։ Ուրեմն ամասիկ իրողությունը կբացատրի այստեղ Հովաննեսը, Սատանան արդեն Իսկարիոտի հութային սրդին մեջ դրեր էր մատնելը։ Հիմա այստեղ կարևոր է Սատանան ինչպես կրնա սրդի մեջ տնել մի բան։ Սատանա Աստված չէ, Սատանան սրդերը չի գրնար գարտալ, միան Աստված է սիրտ գարտացողը, սրդերը իմացողը միայն Աստված է,
Սատանան սրդեր եւ մտքեր չգիտեր, բայց սատանան գտեսնե քո մտքերու դրսևորումը, թե դու ինչ կմտածես։ Եվ այդ տեսնելով է որ կհասկանա դու ով ես։ Եվ այստեղ հութային սրդի մեջ որ գսե հութային սրդի մեջ արդեն կար այդ հիաստապությունը, թե ինք կսպասեր հութան կսպասեր թե Հիսուս Մեսիա պիտի կար եւ Իսրայելի ժողովուրդի պիտի ոտքի հաներ, պիտի կար եւ հրեոմայացիներեն պիտի ազատագրեր Իսրայելի ժողովուրդը։ Հութան կսպասեր այդ, բայց կտեսնե թե Հիսուս իր մահվան մասին կխոսի։ Հութան հիաստապվեցավ։ Հութան ասավ այս չէ որ ես կսպասեմ, ես 3 տարի իրեն հետ քայլեցի այն հույսով որ ես պիտի ինք իշխե, ես ալ իր նախարարներեն մեկը պիտի լամ։ Շարժարիտը մաքուր չէր հութային սրդի մեջ, ոչ մեկ իր բարեկամները եւ իր աշակերտները աշակերտ որ հետն էին չգիտցան իր սրդի մեջ ինչը լալը, բայց իր դրսևորումներով ինք որ գնաց Փարիսեցիներուն խոսեցավ, այս բոլորը դևային աշխարհը տեսավ եւ հասկացավ հութայի իր շարժարիտը եւ ժամանակը երբ եկավ այդ շարժարիտը տրվեցավ իրականության։ Ուրեմն երբ որ Հիսուս կտեսնա այս իրականությունը, որ արդեն իրական ժամանակը եկավ, ահա հութան սկսավ իր վերջնական կորձը դեպի խաչելություն եւ իր հասկացավ որ ինք արդեն ազոքով պիտի երթա ուրդեղեն որ ինք եկավ, իր սերը ցույց տվավ իրենիներուն, նույնիսկ հութային երբ կսեն այցեք ընտրիկեն ելավ եւ հանթերցները մեկտի դրավ եւ ղենչակ առնելով մեջ կփաթեց, ետքը գոնքին մեջ չուր լեցուց ու սկսավ աշակերտներուն ոտքերը լվալ եւ իր պատտված ղենչագով սրբել։ Ինչ կպատահի հոյագապ անհասկանալի մի բան քիչ հետո պիտի կարդանք Պետրոս չհասկացավ, թե ինչպես կլա այն Հիսուսը դերը եւ փրկիչը աստուծմե ելած հորմե ելած հորոկով գնացողը պիտի ինքը ծառայողի թիրք առնե, քանի որ ոտ լվալը անշուշտ Հիսուս մենակը չէր ոտ լվացողները, այդտեղ ոտ լվալը նորմալ բան մներ։ Երբ մեկը մդունը գերտար այդ տան ծառան եւ կամ այդ տան ամենափոքրը գգար եւ հյուրերուն գնդունեին ոդը լվալով, քանի որ փոշի էր, գոշիկներ չկային ինչպես հիմա, ոդը լվալը հյուրընկալության, բարի եկարի, խոնարհության նշան էր։ Եվ այդ կորձ գաներ նորեն գսեմ գամ այդ տանը ծառան եւ գամ այդ տանը ամենեն փոքրը։ Ավասիկ Հիսուս այդ ծառայության թիրքը գարնե։ Փիլիպեցիս 2-րդ գլուխը գսե եւ ինք իր քահը թողելով իջավ եւ ծառա եղավ։ Մինչև ծառա եղավ, մինչև խաչը ելավ։ Եսայի մարգարեության մեջ գսվի թե իմ ծառաս Հիսուսի համար պիտի կա, այո պիտի մորթվի, պիտի սպաննվի, պիտի խաչի ելե։ Իմ ծառաս, հավատարիմ ծառաս։ Հիսուս այստեղ իր ծառայության թիրքը արավ։ Իր այստեղ գեղեցիկ է որ գսե իր վրային հանեց հագուստը եւ հակավ ծառայության այդ ղնչակը, հակավ այդ ծառայության այդ հագուստը։ Այդտեղ սիմվոլիկ ձևով, խորհրդանշանական ձևով ցույց կտա Փիլիպեցիս 2-րդ գլուխի մեջ, որ գսե Հիսուս իր աստվածային փառքը թողեց եւ եկավ ծառայելու մարդկանց։ Որ մարդկանց։ Այստեղ տեսնենք աշակերտներուն, մեկը պիտի ուրանար, մյուսը պիտի մատներ, մյուս 10-ն պիտի փախչեին եւ երթային, պիտի մնար ինքը մենակ, բայց Հիսուս իր սերը ցույց կտա, աստվածային սերը ցույց կտա, հագարակ թիմացինին բոլոր դգարությանը, հագարակությանը, մեղքին, աղդոդությանը, ուրացման, դավաճանության ինք կուքա եւ ծառայելու կսկսի։ Ինք կհակնի ծառայության այդ դիդրոսը եւ հետո ոդկը լվալու կսկսի։ Նախ ծառա եղավ եւ հետո ծառայություն արավ։
Այստեղ շատ մեծ բան կրնանք մենք սորվիլ այն բոլոր հոգևոր ծառայողներեն, հովիվ, քահանա, եկեղեցի ծառայողներ, առաջնորդներ եւ այլն, որոնք ուզեն ծառայություններ անել, ծառայություն բառը գործածեն, բայց ծառայության հոգին չունենալով, գուզեն փառապանության մեջ երկեն առանց ծառա ըլլալու, գուզեն քարոզել առանց ծառա ըլլալու, գուզեն ինչքիտնամ խրադել մարդկանց առանց ծառայության հոգին հագնելու։ Նախ մենք ծառայություն պետք է լանք, որ ծառայություն անենք։ Այս ցույց կտա Հիսուսը։ Նախ հակավ ծառայության հակուստը եւ հետո ոտքերը լված խոնարհության։ Ծառան ծառայություն ընելեն առաջ պիտի խոնարհի իր ծառայագիցներուն կամ ծառայողներուն, անոնք որ պիտի ծառայե։ Այդ մարդկանց, որին պիտի ծառայի, այդ մարդկանց արժե պետք է սորվի խոնարհիլ, իրանցը խոնարեցնել եւ ծառայել այդ մարդկանց խոնարհությամբ։ Այստեղ ոտն լվան այն չէ, որ մենք կանք իրար ոտքեր լվանք։ Հիմա պիտի ասե Հիսուս, այդ չէ միտքը։ Միտքը այդ է, որ Հիսուսը նայեցեք ես, որ դեր եմ, ես իշխան եմ, ես թագավոր եմ։ Եկա եւ ցես ցույց տվի ոտք լվալու միտքը, խոնարելու միտքը, բայց խոնարելեն առաջ ծառա ըլլալու հոգեբանությունը հագնել։ Այսօր գզարմանամ, երբ կնայիմ եկեղեցիներու առաջնորդներու, ծառայողներու, գուզեն երևնալ, ծառայություն անել երևնալու ծառայություն։ Ծառայություն բառը նույնիսկ իր իմաստը գործընծուցած է, քանի որ ծառայությունը ոտն լվալ է։ Ոդ լվալը սելեքու այն անցի, որ գծարայես իրեն ծառան պիտի ըլլաս, որ այդ մարդուն բարձրացնելու նպատակով դու նույնիսկ անցդ ուրանաս, որ դիմացինին բարձրացնես։ Այս է, որ դերը մեզ կսորվեցնե այստեղ 13 գլխուն մեջ եւ այս չափ տարի է ի վեր մենք կտեսնենք, այս չափ թարերը ի վեր կտեսնենք ճիշտ հակառակը։ Այսօր առաջնորդները թակավորություն կնեն գարձեք։ Գարձեք իրենք են թակավորները, հրամանադարները եւ բար ժողովուրդը ծառայողներ, ցերկերը համբուրել սրա նրա հովիվներու հարկանք, գիտեք, երբեմն հարկանքը դարձել է ծառայություն։ Բայց Հիսուս կսե չէ, եւ հիմա գարտանք նայեցեք, քիչ հետո պիտի գարտանք եւ բիցե այսպես ըրեք իրար։ Բոլորը բոլորին, ոչ թե միան բզդիգը մեծին, այլ մեծը բզդիգին նաեւ։ Հիմա գոնքին ճուր արավ գսե եւ աշակերտներուն ոտքերը լված։ Աղդոտ ոտքերը, այն ոտքերը, որ պիտի լվար միան ծառան, միայն դան ամենեն փոքրը։ Եվ Հիսուս այդ պարտականությունը արավ։ Եվ նայեցեք, երբ եկավ Սիմոն Պետրոսին, Սիմոնը ասավ դեր, դու իմ ոտքերս պիտի լվաս։ Զարմանալի բան կնե Հիսուս այստեղ։ Եվ Սիմոն չի կրնար ընդունել։ Ինչպես կարելի է, որ Հիսուս դերը, որ մենք պիտի ծառայենք իրեն, ինք կծառայե մեզ։ Այդ հակածը, այդ ձունգի կալը, այդ աշակերտներուն արջև ձունգի կալը ոտք լվալու այդ պատկերը երևակայ է։ Եվ Հիսուս այս կսորվեցնե։ Հիսուս պատասխան տվավ, ինչ որ գնեմ դու հիմա չես հասկնար, հաբա ետքը պիտի իմանաս։ Այո, չես հասկնար, ետքը պիտի իմանաս, երբ որ պիտի հասկնաս, թե ինչ է իսկական հավատքի մարդը։ Դու հիմա մարդկային աչքով գնայիս Պետրոս, դու հիմա գրոնական ցևով գնայիս, դու հիմա գրոնական ցևով նայեցեք, երբ որ գրոնական ցևով գնայինք, այսօր առաջնորդներուն կտեսնենք, կզարմանանք, թե ինչպես այնքան իբր թե գահարքվին, որ կդառնան թակավորություն։ Սիրելի քույր եղբայրներ, քրիստոնեությունը այս չէ։ Մի հիաստապվիկ, երբ որ եկեղեցիներու մեջ կտեսնեք առաջնորդներ, հովիվներ, քահանաներ, որ այսպես չեն։ Իրենք են սխալը, այս է ճշմարտությունը։ Քրիստոսի ծառայողը պետք է Քրիստոսի խոնարհությունը ապրի։ Պետք է Քրիստոսի պես ծառա ըլլա առաջին, երկրորդ ծառայություն ընե ճշմարիտ ցևով։ Մի հաստատվեք, որ գրեսնեք ձեր եկեղեցիներում ես այդպես չէ։ Մի հերանակ եկեղեցիներն որ գրեսնեք, որ այդպես չէ, այլ շտկեցեք, ավետարանը գարտացեք, ավետարանը բերեք մարդկանց, որպես այսօր առաջնորդները ապաշխարեն, այսօր առաջնորդները կան եւ խոնարհություն սորվին, առաջնորդները ոչ թե երեխաներու ոտքեր լվան, հաճելի է երեխայի ոտք լվալը, այլ առաջնորդները կան եւ Տիրոջ խոսքին համաձայն ծառայություն ունեն ժողովրդին։ Ինչպես որ սուրբ գիրքը Հիսուս ինքը սորվեցնե։
Պետրոս ասավ, չէ, բնավ, դու իմ ոտքերս պիտի չլվաս։ Պատասխան տվավ Հիսուս ասավ, եթե ես քեզի չլվամ, դու ինձի հետ բաժին չունիս։ Ինչ գեղեցիկ է, եթե ես քեզ չլվամ, ինձի հետ բաժին չունիս։ Այո, եթե Հիսուս չմաքրե մեզ, եթե Հիսուս չլվա մեզ, եթե Հիսուս չնորոգե մեզ, եթե Հիսուս չկա մեզ մեր կյանքը փոխելու, մենք իր հետ բաժին չունենք, մեր հավատքը իմաստ չունի, մեր ծառայությունը իմաստ չունի, մեր քայլը իմաստ չունի, եթե Հիսուս չմաքրե մեզ, անորմալ պետք է այնքան մենք զղջանք ապաշխարենք, որ իր Սուրբ Օքին մաքրե, սրբե, լվա, երբ որ ինք լվա մեզ, այն ժամանակ իր հետ բաժին ունենք։ Հալելույա։ Այո, բաժին ունենք մեր Տիրոջի հետ, երբ ինք կլվա մեզ։ Պետք է լվալ։ Եվ այս ճշմարտությունը Հիսուս խոնարհեցավ, որ մեզ լվա, եւ մենք պետք է ընդունենք այն Հիսուսի խաչը, պիտի ընդունենք, որ Հիսուս խոնարհեցավ աշխարհի դիեզերքի Աստվածը ըլլալով, եկավ խոնարհեցավ, որովհետեւ մեզ լվա, մենք պիտի ընդունենք, որ իր հետ բաժին ունենանք։ Եվ Սիմոնն այցեք ինչ կսե, դեր ուրեմն եթե այդպես է, ոչ միայն ոտքերս, հաբա նաեւ ցերքերս եւ գլուխս։ Ծայրահեղ է Պետրոս, մեկ կողմ մյուս կողմից, չէ, այսպես է։ Եթե քեզ չլվամ գսե, իմ հետ բաժին չունիս։ Ուրեմն անանգեն է ոտքս մի լվար, գլուխս, ցերքերս, ամբողջ մարմինս խնդիր չկա։ Դեսեք դեռ չի գրնար ընդունել, որ Հիսուս իր արչև ձնրատրած է։ Այս է մեր Աստվածը։ Այնքան գսիրե մարդը, որ գխոնարի մարդուն բարձրացնելու նպատակով։ Որ գրոնքի մեջ կա այս բանը։ Որ քաղաքապարախոսությունը այս բան գքարոզ է։ Միայն ավետարանը։ Միայն Տեր Հիսուս Քրիստոսը, միայն այս է ճշմարտությունը, որ խոնարհեցավ մարդ բարձրացնելու։ Չկա ուրիշ գրոնքի մեջ այս բանը։ Ուրիշ գրոնքի մեջ մարդը պետք է փորձի հասնել Աստծո, կամ ստեղծիչին, կամ իրենց փիլիսոփաներուն, կամ չեմ գիտեր, բայց քրիստոնեությունը գսե Աստված մարդը այնքան սիրեց, որ ինք իջավ այդ մարդուն խոնարելու, մաքրելու, սրբելու, ներելու, որբեսի մարդը իր մարդկության մեջ բարձրանա եւ ապրի ճշմարիտ կյանքը։ Հիսուսը ցավ համար 10. Լվացվածին ոտքերը լվալեն զատ ուրիշ բան պետք չէ, այլ բոլորովին մաքուր է։ Եվ դուք մաքուր եք, անշուշտ ոչ թե ամենքդ։ Ինչու մաքուր էին։ Մաքուր էին անոնք, որոնք ընդունած էին Հիսուսը, որոնք հասկացել էին Հիսուսին, որոնք նվիրված էին Հիսուսին։ Մաքուր ասել չէ անմեղ։ Պաստորեն գտեսնենք, որ Պետրոս ուրացավ, աշակերտները փախան, սխալներին անմեղ չէին, բայց մաքուր էին այդ առումով, որ իրենք ընդունեցին Հիսուսի հետևիլ, ընդունեցին Հիսուսին։ Ան որ գաբաշխարե եւ դյանքը գուտադեր Հիսուս Քրիստոսի, Սուրբ Օքին այդ մարդը գմաքրե, բայց ամեն օր այդ մարդուն ոտքերը պետք է լվացվի։ Մեկ խոսքով, ամեն օր իր ընթացքը, իր քայլը պետք է մաքրվի։ Ուրեմն ամեն օր Տեր Հիսուս պետք է լվա ինձ, ամեն օր ես աղոթքով իր առջև դիտել, որ ինձ մաքրե, սրբե, ամեն օր։ Քանի որ իմ ընթացքս, իմ կյանքս, իմ օրս, իմ ամեն օրվա ընթացքս ինձ մեղքի կդանի։ Ես մաքուր եմ, քանի ես Տիրոջն եմ, բայց ամեն օր պետք է մաքրվիմ իր հոգիով, իր Սուրբ Օքիով, այդ շուրը կներկայացնե Սուրբ Օքին, որ պիտի մաքրե ինձ ամեն օր։ Դերը խոնարհեցավ, որ ինձպես մարդ մաքրե ամեն օր։ Ինք կրնա ասել, մեկ անգամ մաքրեցի քեզ Սարգիս, երկու անգամ մաքրեցի, երեք անգամ մաքրեցի, ել կփավե։ Չէ, խոնարհեցավ դերը, որպեսզի մեզ մաքրե ավելիով, ամեն օր ավելին։ Իրեն լա միշտ փառքը, իրեն լա փառքը այս Աստծո ինչպես չսիրենք, այս Աստծո ինչպես չնվիրվենք, այս Աստծո ինչպես չբաշտենք, այս Աստծո ինչպես չծառայենք, ինչպես չզոհվենք այս Աստծո համար։ Դու գսեք, եթե իրական հասկացել ես այս միտքը, դու այս Հիսուս Քրիստոսի համար նվիրյալ անց կրնաս լալ։ Եթե այդպես չես, կամ չես հասկացել եւ կամ դեռ դու անհնազանդ ես քո ընթացքին մեջ։ Վասնզի գսե Հիսուս գճանչնար զանիգա, որ զինք պիտի մատներ, անոր համար ասավ ոչ թե ամեն կդալ մաքուրեք։ Երբ անոնց ոտքերը լված եւ իր հանդերձները առնելով նորեն սեղան նստավ, մեկ խոսքով ետ նստավ իր թակավորության վիճակի մեջ, Հիսուս ասավ իրենց։ Նայեցեք ինչ գեղեցիկ խոսքս է։ Գիտեք ինչ ըրի ես ցեզի։ Գբացադրեի։ Դուք զիս վարտաբեդ եւ դեր գոչեք եւ աղեք կնեք, քանի որ այդպես եմ։ Ինչ գեղեցիկ է, այդպես եմ։ Դեր հրյայի համար դեր բարը պրոբլեմ է։
Հրյամը չի գրնարսել դեր մարդու։ Այդ քուրիոս բառը որ գա հունարեն քուրիոս որ ասել է Ադոնայ, որ դեր բառն է, չի գրնարսել մարդու։ Այս դերը գսես այդպես եմ։ Դուք ինձի դեր գսեք, դուք ինձի վարդապետ գսեք, եւ այո, ես այդպես եմ։ Այդ մարդիկը որ գսեն երբեմն որ Հիսուս երբեք չսավ ինք Աստված է։ Նայեցեք, քանի շաբաթները որ մենք կսերնենք Հովաննու ավետարանը։ Գտեսնեք ամեն գլուխին մեջ մեկ կամ երկու անգամ ամենեն քիչը գբացահայտվի թե Հիսուս Աստված է։ Դեր գսեք եւ ես այդ եմ։ Պերանացի Հիսուս գսե։ Ուրեմն եթե ես դերս եւ վարդապետս ծեր ոտքերը լվացի, ուրեմն պետք է որ թուգալ իրարու ոտքերը լվակ։ Վասնզի ցեզի օրինակ մդվի, որբեսի ինչպես ես ցեզի ըրի թուգալ ընեք իրար։ Օրինակ դվի ես ցեզի, որ դուք իրար ոտքերը լվակ։ Ես դեր վարդապետ եկա իջա խոնարեցա ձեր ոտքերը լվալու, թուգալ ձեր դիդրոսին մեջ ուր որեք, պիտի իջնեք խոնարիկ եւ ոտքեր լվակ։ Ոտքեր լվակը նորեն կբացատրեմ ծառայություն ունեք իրար։ Ծառա ըլլակ ձեր սիրելիներուն։ Շատ անգամ մենք հաղորդության արարողությունը որ գնենք մեր ծառայության մեջ, շատ անգամ այս ոտն լվայի արարողությունը ոչ թե ոտքերը գլվանք, այլ ճուրով իրար կփոխանցենք ասելով ես քու ծառադեմ։ Ես քու ծառադեմ։ Այսպես կսորվեցնե դերը։ Եվ գիտեմ որ շատերը դժվարություն ունին այդ բանը ասելու։ Շատերը դժվարություն ունին խոնարելու մարդկանց արժեք եւ ասելու ես քու ծառադեմ։ Այդտեղ արդեն կտեսնենք ներսի կորոզության հոգեվիճակը։ Դուք իրար ռգսել իրար ծառայություն ըրեք, ոչ թե ծառայություն, այլ ծառա եղեք իրար։ Ես դեր եմ, ես վարդապետ եմ, ես ամենամեծն եմ, բայց ես քեզ օրինակ տվի, որ ծառա ըլլակ իրար, ինչպես ես եկա ծառա եղածեզի։ Օրինակ է այս, որ իրար ընեք այդպես ապրիկ իրար հետ։ Ոչ թե միան ոտքեր լվալով անցնենք սիրելիներ։ Երանի միան ոտքեր լվալով անցներ եւ հաջելի լային Աստծո։ Չէ, Հիսուս ավելի խորը գսե։ Խորը գսե։ Դժմարտությունը կբատմե։ Օրինակը թե ինքը ինչ ըրավ։ Արարողություն չէ այս, այլ այս կյանքի իրավիճակ է։ Եկեղեցի մեջ հավատացյալները ճշմարիտ իրավիճակ ապրումներ են, որ այսօր մենք գամած կգործընծնենք այս բաները տարբեր եկեղեցիներու մեջ եւ այսօր ընդհանրապես Հիսուս Քրիստոսի մարմինի մեջ։ Հոգին կարծեք հանել ենք արարողության վրա շեշտը գտնենք, բայց այդ արարողության միտքը չկա այնտեղ։ Աշակերտը այն մարդն է, որ գնե ինչ որ Հիսուս ըրավ։ Նայեցեք կսե համար 16 ճշմարիտ կսեմ ցեզի, ծառան իր դիրոճմեն մեծ չէ։ Ծառան որ դուք եք, ինձ մեծ չեք։ Ինչ որ ես ըրի դուք ալբիդի անեք։ Դուք ինձ մեծ չեք որ չնեք։ Դուք ինձ մեծ չեք որ ասեք ես չէ անոր ծառա չեմ լար, ինքը այս ըրավ, ինքը այն ըրավ։ Հիսուս եթե հութային ոտքերը լված, դու ով ես որ չլվաս այդ քրոջ եղբորդ ոտքերը։ Հասկացա, ով ես որ այդ քրոջ եղբորդ ծառայություն չնես։ Դու ով ես որ չխոնարհվես այդ քրոջ եղբորդ առաջ։ Դու ով ես որ չհասկանաս, չբարձրացնես քո քուր եղբորդ։ Եթե Հիսուս թակավորների թակավորը խոնարհեցավ միջավ հութային եւ Պետրոսին եւ աշակերտներուն ոտքերը լված։ Դու ով ես որ չնես այդ բանը։ Ոչ ալ գսե ղրգվածը զինք ղրգողեն մեծ։ Սիրելի քույր եղբայրներ, ղրգվածը ով է։ Անոնք որ դեր Հիսուս Քրիստոս մաքրեց իրենք, ինչպես այստեղ գարտացինք, ղրգվածներ են այս աշխարհը, որ պատմեն դիրոջ ավետարանը։ Քրիստոսի ավետարանը ինչ է, եթե ոչ դու քո կյանքով ցույց չտաս։ Քրիստոսի ավետարանը ինչ է, եթե դու ղրգված չես ավետարանը բերելու եւ ոչ թե քո եկեղեցի կանոնները, ոչ թե քո մարդկային ըսկացումները, այլ ղրգված ես, որբեսի մեկ խոսքով ոտքեր լվաս։ Ավետարանը փոխանցես եւ ցույց տաս, որ Քրիստոսի թակավորության մեջ մեծ բզդիկ չկա։ Քրիստոսի թակավորության մեջ բոլորը գանչված են Հիսուս Քրիստոսի պես խոնար ծառայել իրար։ Դու ով ես որ ուրիշ ցև
բերես կամ ուրիշ բան քարոզես։ Եթե Քրիստոսը մաքրած է քեզ, դու ղրգված ես։ Դու ավետարանի չես, ավետարանը ապրելու։ Երանի մի քիչ ավելի քիչ խոսեինք եւ մի քիչ շատ ապրեինք, ինչ որ գխոսենք։ Երանի եկեղեցիներուն մեջ մի քիչ ավելի քիչ իրար հետ ավետարանի մասին խոսեինք եւ մի քիչ ավելի ապրեինք, ինչ որ մենք գիտենք։ Ղրգված ես, ծարան դիրոջ մեջ չէ։ Ղրգված ես դիրոջը կորձերը անելու, ղրգված ես դիրոջ բես ըլլալու։ Այս ճշմարիտ աշակերտություն է, որ այստեղ մենք կգարտանք։ Սիրելի քույր եղբայրներ, մի բահվդիկ ծեր դիդրոսին յետև, որ գսեք մենք քրիստոնյա ենք, մենք հավատացյալ ենք։ Վերանայեցեք ծեր հավատքը, աշակերտ, ղրգված, ծառա աշակերտ։ Տեսնեք, որ մեր համար այսօր դժվար է այս թեման, այս նյութը խոսիլը, բայց գիտեք ես որչափ այս նյութի վրա շեշտը դրած եմ եւ դեր պիտի տնեմ, աշակերտը լալ, Քրիստոսին պես, Քրիստոսի ծառան, ես դերս ըրի, դուք ինչու պիտի չնեք, ես դերս եղա ծառա, դուք ինչու ծառա չեք։ Եթե դուք այս բաները գիտեք, կսե երանելի եք, եթե ասոն կատարեք։ Եթե գիտեիք, կատարեք, երանելի եք։ Եվ այսօր եկեղեցի մեջ երանելի չկան։ Քանի որ շատ բաներ գիտենք, բայց չենք կատարել։ Շատ բաներ չենք ուզել լսել։ Այս տեսակի խոսքեր կամ քարոզներ, որ հիմա ես այս սերդողությունը գնեմ, բարձրապես ընթերցում գնենք մենք սուրբ գիրքը, ես իմ գլուխես բաներ չեմ խոսիր։ Ես բարձրապես գընթերցեմ ձեր հետ, դու գալ իմ հետ։ Եվ կտեսնեք, թե սուրբ գիրքի չափանիշները բոլորովին դարբեր են։ Մեր մարդկային, գրոնական, եկեղեցական սովորություններ են։ Եթե դու գիտես, երանելի պիտի լաս, եթե կատարես քո կիծածը։ Հալելույա, 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 քույր եղբայրներ, ոչ թե ծեր ամենուն համար գսեմ, վասնզի ես կճանչնամ, զանոնք, որ ես ընդրեցի, հաբա որբեսի այս կրվածը կատարվի, ան որ ինձի հետ հացը գուդեր, ինձի թեմ գրունք վերցուց, հիմա կվնե գսեմ ցեզի, որ տեր չէ եղեր, որբեսի երբ ըլլա հավատակ, թե ես եմ, ես անեմ։ Հիսուս գիտեր սրդերը, գիտեր արդեն քիչ առաջ գարտացինք, որ հութան քնած պիտի երթար եւ պիտի արդեն Հիսուսի թավաջանելու այդ քայլելուն մեջներ Հիսուս գիտեր։ Եվ Հիսուս գիտեր բոլորին ինքը ընդրած էր, սրդերը գիտեք, Աստված է։ Չգա ովևէ մեկ անց, որ սրդերը գրնա գիտնալ, եթե Աստված չէ։ Գեղեցիկ այստեղ ես կճանչնամ զանոնք, կճանչնամ զանոնք։ Եվ այստեղ կտեսնենք համար մը գարտա Սամոս 41-ին մեջ ինձի հետ կսե այն որ հաց կուտե ինձի թեմ ելավ։ Եվ Հիսուս այստեղ կխոսի, ցույց կտա թե ինչ պիտի լա ուր գերտանք, հավաջանություն գա։ Այս բաները գսեմ ցեցի գսե որ գիտակ որ ես եմ ան եւ գեղեցիկ է ես անեմ։ Ես անեմ, ես ով եմ, ես անեմ, անը ով է, եթե ոչ Մովսեսի Յահվե Աստվածը, որ երբ Մովսեսը ասավ ով ես դուն, ասավ ես եմ ինչ որ եմ, ես եմ անեմ ինչ որ գա Յահվե։ Եվ Հիսուս կսե, որ այս բոլորը գիտակ որ ես անեմ, ահա երկրորդ խոսքը Հիսուսին, որ գբացահայտ է իր աստվածությունը մի քանի համարներու մեջ։ Աչքերը պետք է բացվին, որ մարդիկ ընդունին, հասկանան, որ ճշմարտությունը Հիսուսն է։ Մենք քրիստոնյա հայ ազգը մենք շատերս մեծամասնությունս գնդունենք, որ Հիսուս Աստված է, բայց այդ արդյոք այդ որ գնդունենք իր աստվածության համապատասխան մենք կխոնարհենք իրեն, կնվիրվենք իրեն, կծառայենք իրեն։ Այս է որ մենք պետք ունենք։ Երանելի է որ երբ կգիտնաք կգադարեք կսե։ Ոչ թե երանելի որ գիտեք, երանելի է որ գիտեք եւ կգադարեք։ Հալելույա։ Ես անեմ փառքեզ դեր։ Ճշմարիտ կսեմ ցեզի, ով որ գտնունի զանիգա զոր ես կղրգեմ, զիս կընտունի, եւ ով որ զիս կընտունի, զիս խրգող կընտունի։
Ղրգվածներ։ Հայրը ղրգեց որդին, որդին կղրգե քեզ, եւ դու պիտի երթաս ավետարան քարոզես եւ պիտի ղրգես ուրիշին, եւ ուրիշը պիտի ղրգվի ուրիշին, եւ ուրիշը պիտի ղրգվի ուրիշին, եւ ճշմարիտ աշակերտը միշտ կղրգվի եւ իր ղրգվածը կբատմե եւ կաբրի։ Այսօր ինչ որ իմ սրդի ցավն է, կտեսնեմ հավատացյալներ, իրենց խոսածը, իրենց շարժումները, իրենց ընդրությունները, իրենց եկեղեցական կյանքը, երբ որ կտեսնեմ շատ կներեք, կսեմ այս մարդիկը միայն ղրգված են իրենց իրենց փափակներով, իրենց ցանկություններով, երբ ուզեն, ինչպես ուզեն, ինչ ցևով որ ուզեն, իրենց ղրգողը Աստված չէ, իրենց ղրգողը ավետարանը չէ, իրենց ղրգողը Տեր Հիսուս Քրիստոսի հոգին չէ, ոչ, իրենց կղրգեն։ Մի խոսքով իրենք այդպես կապրին ավետարանը, որ գարձես եթե հերվեն նայես կսես այս մարդը ինքը իր կյանքը իր ցևերով կապրի։ Սիրելի քույր եղբայրներ ուշադիր եղեք։ Քեզ ով կղրգե։ Արդյոք քո կյանքիդ մեջ, քո ամենաաբրումիդ մեջ մեկը որ քեզ գտեսնե գրնա մտածել, որ դու ղրգված ես Քրիստոսեն։ Քո խոսածդ, քո մտածածդ, քո որոշումներդ Թուրսի մարդը, աշխարհային մարդը, աշխարհիկ մարդը, երբ կտեսնե քեզ, արդյոք կրնա ասել, որ քու հետևդ ղրգված մեկը գա, դու ղրգված ես, մեկը քեզ կղրգա այս աշխարհ։ Չէ, այսօր մեծամասնություն հավատացյալները իրենց հարևանները, թրացիները կամ ընկերները միայն մեկ բան գիտեն, որ իրենք իրագի օրը եկեղեցի երթան, բալ այդ գիտեն։ Մնացած բանին դեղյակ չեն։ Քանի որ այդ մարդը իրենց պես կապրի, ուրիշ ցևով չապրիր, ղրգված չէ, ինչպես այսօր զինվորականը, երբ որ զինվորական հագուստով դեղ մը գերտա, զինվորական զգեստով դեղ մը գերտա, շատ լավ գիտի այդ դիմացինը, որ այդ զինվորը այդ զգեստի գեներալեն ղրգված է, այդ զգեստի առաջնորդեն ղրգված է, այդ բեդուտեն է ղրգված է։ Արդյոք մենք քրիստոնյաներս հավատքի մարդիկ, երբ որ դեղ մը գերտանք, գերևնա մեր մեջ, որ մենք ղրգված ենք ամենագարող Տիրոջ մե։ Այս աշակերտություն է, որում մեծամասնություն այսօր գաբրինք մեր համար, գաբրինք մեր հարցերը լուծելու համար, մեր հանգստության համար։ Մենք չենք գաբրիր, ղրգված չենք կարծեք, բայց ինչու են ղրգված։ Ղրգված ենք, որ գսայստեղ ծարան իր Տիրոջ մեն մեծ չէ, հայրը ղրգեց Հիսուս Քրիստոսի եւ Հիսուս Քրիստոս ղրգեց մեզ, մենք պետք է ղրգվածը լանք եւ մեր ընթերցումները, մեր ընթացքը, մեր ապրելակերպը այդպես պետք է լավ որ ես իմ հետևս հրամանատար ունիմ, ինձ ղրգող ունիմ, հրամանատար ունիմ։ Ժամեր գրդամ խոսիլ այս սրդի ցավը քեզ փոխանցեմ, արդյոք մեկը գա այստեղ որ գլսե ինձ եւ իր մեջ սրդի ցավ կբարձրանա ասելով այո ես միայն իմ համար գաբրիմ, ես ավետարանը փոխանցող չեմ, ես ավետարանը ապրող չեմ, մեկը ինձ տեսնե չի տեսներ յետևը Հիսուս Քրիստոսը, հա մեկ կքարոզեմ, մեկ կվգայեմ, բայց իմ կյանքս չի փոխանցեր Քրիստոսը։ Ղրգված ենք չմոռնաս, ճշմարիտ ավատացյալը ղրգված է ինչ, Տիրոջ պես ըլլալ, ծարան Տիրոջ մեծ չէ, ղրգված է ավետարանը քարոզել, բայց ապրիլ, սիրով, խոնարհությամբ, ինչպես որ դերը գսորվեցնե։ Եվ քանի որ ով որ կընդունի քեզ, պիտի ընդունի քեզ ղրգողը, եւ քեզ ղրգողը ով է, ամենագարող Աստված։ Ինչու այսօր շատ մարդիկ չեն մոտենար Աստծո, քանի որ իրական ղրգվածներ չեն տեսներ իրենց դիմացը։ Շատ կներես, դու քեզ մի հատ քննե։ Ինչու չորս կողմը քո պատճառով, քո շնորհով մարդիկ չեն փրկվիր։ Ինչու։ Քանի որ քո մեջ ղրգված չեն տեսներ։ Մենք հանցավոր միշտ գտնենք ուրիշներուն, գսենք իրենք անհավատ են, իրենք չեն ընդունիր, իրենք չեն լսեր, իրենք այսպես են, իրենք այդպես են, բայց դու ղրգվածի պես կաբրիս։ Եթե դու ղրգվածի պես կաբրիս, վստահ եղիր, որ փամը պիտի ըլլա, քանի որ քեզ ղրգողի զորությունը քեզ հետ պիտի կա։ Բայց եթե դու ծարայող չես, ծարասիրտ չունիս ինչպես Տեր Հիսուս Քրիստոս, եթե քո քույր եղբայրներուն եկեղեցի մեջ ծարայության բարձրացնելու նպատակ չունիս,
Դու ինչ ղրգված ես։ Քանի որ գրված է ծառան իր դիրոջմե մեծ չէ։ Եթե դու դիրոջ պես ոտքեր լվալ չես սորվիր, չես սիրեր, չես ուզեր, դու դիրոջ պես չես։ Ուրեմն քո ղրգվածը լալդ իմաստ չունի։ Գասկնակ ինչպես Հիսուս կգաբե այս բոլորը։ Խոնարհությունը, ոտը լվալը եւ ղրգվիլը, միսիան, առաքելությունը իրար կգաբե։ Թորդերը քեզ եւ ինձ հայտնաբերե այս խոսքերի զորությունը։ Կարոզև չէ, կամ իմ խոսակցություններով չէ, որ դու պիտի հասկանաս մի բան։ Քո սրտի թիրքն է, որ պիտի գա քեզի մի բան, որ դու հասկանաս։ Հալելույա։ Շարունակենք համար 21 Հիսուս երբ ասիգա ասավ իր հոգին մեջ խռովեցավ իր հոգին մեջ, սերը ցավավ, դարաբեցավ։ Եվ ես կհասկանամ, թե այդ բանը գադարվեցավ իր մեջ, երբ տեսավ իր աշակերտներուն վիճակը, երբ մարգարեությամբ տեսավ նաև 2000 տարվա պատմությունը եկեղեցին, թե ինք ինչ կքարոզե եւ եկեղեցին ինչ եղավ։ Եվ մինչև այսօր ես կգարձեմ, որ դերը գցավի իր եկեղեցին վրա։ Խռովեցավ, երբ տեսավ, որ հութան մեկ կողմեն գնաց զինք մատնելու, Պետրոսը կպատրաստվի զինք ուրանալ, աշակերտները պիտի թողնեն գնան, եւ այս ինք որ խոնարհության մասին կխոսի, մինչ ինք կխոսի, աշակերտները կմտածեն ով իրար մեծ է, ով մյուսեն ավելի լավ է։ Եվ ինչ փամփասանքներ գերտա այդտեղ, մինչ Հիսուս կսե իմպես եղեք, նույն վարգանին փամփասանքներ գերտան, ինչ որ այսօր գտեսնենք այսօր եկեղեցիներու մեջ։ Եվ Հիսուս գխրովի, գծավի իր սրտին մեջ, ինչ որ գրված է այստեղ։ Եվ գսե ճշմարիտ կսեմ ցեզի, որ ցեզմե մեկը զիս պիտի մատնե։ Այո, այստեղ գխոսի հութայի մասին։ Բայց ավելի խորը որ երթանք, հութան մատնեց Հիսուսի 30 արձատով։ Արդյոք միան հութան մատնեց Հիսուսի։ Արդյոք մենք չենք մատներ Հիսուսի։ Երբ որ մի իրավիճակի մեջ ենք, արդյոք բերանից չենք պագերսելով, չխոսենք, որ մեկը չնեղանա։ Այդ ինչ է, եթե ոչ մատնել։ Արդյոք երբ որ ընտրության առաջ ենք, մեր հանգիստը, թե եկեղեցի զոհողությունը, երբ ես գնդրեմ իմ հանգիստս, այդ իմ մատնել չէ Հիսուսի։ Երբ մեր ուզածին պես չդառնար հոգևոր կյանքը, եւ մենք կորոշենք այսպես կամ այնպես ընտրություններ անել, հագարակ Քրիստոսի խոսքին, արդյոք մատնել չէ այդ բոլորը։ Արդյոք մենք հութաներու պես չենք մատներ։ Սիրելի քույր եղբայրներ, այստեղ ինչ որ պիտի կարդամ հութայի մասին է, այո, բայց մտածե նաև քո մասին։ Եվ այսօր, սիրելի քույր եղբայրներ, երբ որ Հիսուս գխրովի, գծավի հութայի մասին, ինք նաև գծավի այսօր եկեղեցի վիճակի մասին, այդ հավատացյալներու մասին, որոնց նպատակը միայն իրենց հանգիստն է, իրենց կոմֆորտն է, իրենց ուզածն է։ Երբ որ եկեղեցին իրավիճակը իրենց ուզածին պես չէ, եկեղեցի չէ ներդար։ Երբ մեկում այդ հարաբերությունը իրենց ուզածին պես չէ, իշա իրենց չէ, հարաբերություն չեն ուներ։ Եվ այլն, եւ այլն։ Արդյոք մենք չենք մատներ։ Մենք որ Քրիստոսեն մեծ չենք, արդյոք մենք չենք մատներ Քրիստոսը, երբ իր խոսքերու համաձայն չենք քայլեր, ամեն անգամ որ ընդրություն գա, ընդրություն չեն գներ Քրիստոսին, մեր ուզած ընդրություն գնենք։ Օրինակներ գրնամ դալ 30 տարվա հովվական ծառայությանս մեջ, գրնամ 30 արդեն 2 եղավ, հովվական ծառայությանս մեջ գրնամ ասել ցեզի այն ցավերը, այդ իրավիճակները, որ մարդիկ հավատացյալ ասելով, հավատացյալ խոսքեր բանալով, հավատացյալ ենք ասելով բաներ գսեն, բայց երբ որ գնայս իրենց ընդրությունը, իրենց խոսածը, իրենց փամփասանքները, իրենց անձնաշահությունը, անձնագետրոն կյանքը գսես այս ինչ հավատքի մարդ։ Հիսուս խռովեցավ, բայց նաև քեզի տեսնելով խռովեցավ։ Աբաշխար է սիրելիս։ Եկեք վերադառնանք, եկեք ասենք իրական աշակերտներ լինենք։ Եկեք իրական դառնանք, ասենք Տեր, դու ես Տերը, մենք ծառան, դու ինչ որ արի, մենք ալ այդպես անենք։
Մեր եսը մեկ կողմ թողնելով, մեր քորոզությունը մեկ կողմ թողնելով, ինչպես կարդացինք Սաղմոս 131-ը, դեր իմ սիրտը չքորոզացավ։ Ես ուրիշ տեղեր չնայեցա, բարձր տեղեր չնայեցա, ես քեզ նայեցա։ Հիսուսին նմանվիլ։ Ճշմարիտ կսեմ ցեզի, որ ցեզ մեկը զիս պիտի մատնի։ Ուստի աշակերտները դարագուցած իրարու գնայեին, թե որու համար գսեր Հիսուս։ Աշակերտները մեկը գար Հիսուսին կով նստած, զոր Հիսուս կսիրեր։ Սիմոն Պետրոս անոր աչ կներ հարցնելու, թե ով պիտի ըլլա անիգա որուն համար գսե։ Անալ Հիսուսին գուրծքին վրա ինալով ըսավ անոր, դեր ով է։ Ինչ գեղեցիկ այստեղ։ Այդտեղ աշակերտները գան, Հիսուս բան մգսե, ոչ մեկը չհասկնար ով է, մեկը պիտի մատնե գսե։ Համեմարդ իրար գնային, համեմարդ իրար գահարցնեն, իրարու գահարցնեն, արդյոք ով է, ոչ մեկը չեր կասկածեր, որ հութան է։ Սիրելիներ, հութային սրդին մեջ բահված բաները մեկը չեր գիտեր։ Անորմալ երբեմն մենք ալ գհիաստապվինք, երբ որ եկեղեցի մեջ մի անգամ են մեկը գփարգանա կամ դուրս կելլե կամ մի բաներ գսենք, ինչու այս մարդը այս բանը ասավ։ Զարմանանք, ինչպես աշակերտները զարմացան, որ հութաներ մատնողը։ Քանի որ այդ մարդու մեջ տարիներ մեջը բռնված էր։ Տարիներ բահած էր, տարիներ լուր մնացած էր, շարժարիթը մաքուր չէր, բայց բահված էր, դրսևորությունը ուրիշ բան գսեր, ներսը ուրիշ բան կմտածեր։ Անորմալ մի անգամ են գբայթի եւ մենք կզարմանանք, բայց դերը չի զարմանար, դերը գիտեր։ Եվ դերը գիտե որ պիտի լար հութան։ Եվ նայեցեք այստեղ ինչ գեղեցիկ խոսք Սիմոն Պետրոսը գնայի Հովաննեսին։ Հովաննեսն էր, որ Հիսուսի գուրծքին մոտ այսպես նստած էր։ Մեկ կողմը զարմանալի, մեկ կողմը Հիսուս, որը մեկ կողմ նստած էր Հովաննես, մյուս կողմը նստած էր հութան։ Եվ Հովաննես, որ դիրոջ գուրծքին մոտ է, Հովաննես մոդե նսավ Հիսուսին, ով է։ Եվ Հիսուսավ ես քեզ պիտի ասեմ։ Ոչ մեկը չգիտան, բացի Հովաննես։ Ասավ ինչ։ Հիսուս պատասխան տվավ. Անիգա է, որուն այս բադարը թրջելով գուդամ։ Եվ թրջելով բադարը Իսկարիոտի Սիմոնյան հութային տվավ։ Հիսուս մեջտեղ նստած է, Հովաննես աջ կողմը, հութան ցախ կողմը։ Եվ այդ ժամանակ այսպես երգնցած գուդեին, գիտեք սեղանները ցած էր, այդ շրջանին երգնցած գուդեին։ Եվ որ երգնցած է Հովաննես Հիսուսի այսպես կողքը, շատ մոտ էր իրեն։ Որքան մոտ ես Հիսուսի, այնքան հայտնություններ կունենաս։ Որքան մտերիմ ես Հիսուսի հետ, այնքան սիրտը կփանադերը քեզ։ Օ երանի մենք այնքան մտերիմ լայինք։ Որքան Հովաննես կսիրեր Հիսուսին, եւ Հիսուս Հովաննեսին իր մտերմության մեջ։ Եվ այդ մտերմության մեջ Հիսուս կհայտնե գախնիկը գսե հութան է։ Եվ նայեցեք Հիսուսի ըրած կորձը բադարը գտրչե եւ գուդա հութային։ Գիտեք այս արարքը, երբ բադարը գտրչես եւ գուդաս հութային, գուդաս մեգումը, անժամանակ հարկանքի եւ ընկերության նշան էր։ Գրնակ երևակայել Հիսուս հութայի ոտքերը լված։ Հութան իր կողմը նստած է։ Հիսուս գահարկե գբադվե եւ ընկերային բաժինը գուդա իրեն, գիտնալով, թե պիտի մատնեզինք մի քանի ժամ հետո։ Այս ինչ սեր է։ Եվ այս ինչ վստահություն է նաեւ Աստծո իր հորը, գիտնալով, որ հութայի միջոցով Աստված պիտի փառավորվի, մեկ խոսքով խաչելությունը պիտի մոդենա։ Հութան կորձիկ է։ Հութան թիրախ չէ։ Երբ որ մեզի մարդիկ կնեղացնեն, մարդիկ չեն մեր թիրախը, այլ թերևս չարին նպատակն է, որ մարդոց միջոցով գուզեն թիրախավոր, գուզեն հարցագիլ մեր վրա։ Մեր նպատակը մարդկանց ոչնչացնել չէ, մեր բادرազմը արյունի եւ մարմինի թեմ չէ, այլ հոգի, չար ոգիներու, որ կկործեն այսօր։ Ուրեմն Հիսուս
դվավ այդ բադվական բաժինը հութային եւ գսե այդ ժամանակ իդ կսատանան անոր ներսիտին մտավ այստեղ որ գսե մտավ այն չէ որ սատանան մեգումը ներսը գմտնե այլ բարձաբես այդ ընելիքը հասավ իր ավարտին վերջագետը տրվեցավ եւ Հիսուս գսե ինչ որ պիտի ընես շուտով ըրե շուտ ըրե այդ կորձը ետ թաթարմիներ այդ խոսքը Հիսուս կդա հութային բայց հութային հետ նաեւ տևերու աշխարհին որ ժամանակ հիմա ծերն է ըրեք ցեզ գդամ իրավունքը Հիսուս է դվող իրավունքը այն չէ որ սատանան եւ տևերը պիտի բռնեին Հիսուսին պիտի ցավցնեին պիտի խաչանեն Հիսուս դվավ այդ իրավունքը շուտ ըրե ինչ որ պիտենես եւ նաեւ Հիսուս եւ այդ խոսքը գսե հութային արտնցնելու նաեւ նպատակով որ հութա դու գիտես ինչ պիտենես դու հասկացար ինչ պիտենես նաեւ դերևս գոչ ընելու հութային ապաշխարությանը որ հութան անդրադառնար թե Հիսուս գիտե ինչ պիտենա զարմանք չէր Հիսուսի համար հութան անդրադառնար եւ դերևս դառնար ապաշխարության այդ բանը մենք չենք գիտեր սուբ գիրքը այդ չսեր բայց արիթը դրվեցավ չլա թե որ մեկը ասե թե հութան որոշվեցավ որ Հիսուսի սպաններ գա Հիսուսի մատներ եւ այդպես էր հութային դրվեցավ ապաշխարության արիթ ինչպես քեզ եւ ինձ միշտ կդրվի ապաշխարության արիթ բայց մենք մեր բաժինն է ընել ապաշխարել կամ չէ երբ Հիսուս գսե հութային ինչ որ բիդենե շուտով ըրե բայց այս բանը գսե սեղան նստողներեն ոչ մեկը չհասկացավ թե ինչու համար ըսավ անոր վասսի ոմանք կխորեին թե որովհետև կանցանագը հութային գբահեր ուրեմն Հիսուս ըսավ անոր ձախողար ինչ որ մեզի այս դոնին պետք է կամ որբեսի աղքատներուն բան մտա անիգալ բալադը գսե այստեղը երբ բադարը արավ արածինպես շուտմը դուրս ելավ եւ այդտեղ քիշեր էր աշակերտները չհասկացան ինչ որ գբադայ այստեղ այ մեկը բան մգսե չհասկացան Հիսուս ինչու գսե բայց հութան շատ լավ գիտեր երբ բադարը արավ դուրս ելավ եւ գեղեցիկ այստեղ երբ գսե եւ քիշեր էր Հովանու ավետարանը խավարի եւ լույսի մասին շատ կխոսի ասկի առաջալ խոսել ենք այս մեր ընթերցումների ընթացքին խավարը մեղքն է եւ լույսը լուսավորը աստվածայինն է երբ որ խավարը գնաց երբ որ բադարը արավ խավար եղավ մի խոսքով քիշերը եկավ այն քիշերը որ Հիսուս պիտի մատնվեր այն խավարը բադեց եւ սկսավ բադել այդ խավարը սկսավ բադել այս աշխարհի մեղքերը վերցնելու նպատակով խավարը ուզեց իշխել այն վիճակին որ Հիսուսի հաղթությունը չկոյադևե չերթա առաջ եւ նայեցեք ինչ կբադայի երբ անիգա դուրս ելավ գսե համար 31 Հիսուս ըսավ հիմա բարավորվեցավ որդի մարդու ու Աստված բարավորվեցավ անով հիմա բարավորվեցավ Մինչ խավարը գդիրե այդ խավարի մեջ պիտի բարավորվի ամենակարողը խավարի մեջ պիտի երևնա աստվածային զորությունը խավարի մեջ պիտի երևնա փառքը աստվածային որն է այդ փառքը խաչելությունը որ երևնա խավարը նորմալ խաչելության օրը 3 ժամ խավար եղավ այդ որ խավարը եկավ բայց աստված խավարի մեջ են հաղթություն խավարի մեջ են լույս թողլա ասավ եւ այդ լույսը պիտի ըլլար մեմը եւս լույս կլա երբ Հիսուս հարություն պիտի առնե խավարի մեջ այս ամեն հոյակապ մտքերը որ կբացահայտվի այստեղ եթե Աստված անով բարավորվեցավ Աստվածալ զանիգա իր անցովը պիտի բարավորե եւ շուտով պիտի բարավորե զանիգա ավասիկ Հիսուս կսե բարավորության ժամանակը կմոտենա բարավորության ժամանակը եկավ հիմա արդեն հութան գնաց իր կորձին Ջանաբարը բացվեցավ, թուրը բացվեցավ, որ փառքը երևնա Տիրոջը եւ որն էր այդ փառքը խաչելությունը։
որ մարդկանց համար խենթություն է, մարդկանց համար գորուստ է, մարդկանց համար ցախողություն է, բայց Աստծո փառքը պիտի երևնա այդտեղ։ Այո, շատեր մինչև այսօր գսեն, որ Հիսուս բարձվեցավ խաչին վրա, որ խեղճ Հիսուսը մեռավ, որ խեղճ Հիսուսը, իսլամները գսեն Հիսուս չէր մեռնողը, ուրիշ մեկը մեռավ եւ այլն։ Սիրելիներ, փառքը երևցավ Հիսուս Քրիստոսի խավարի մեջ, եւ հակավ ամբողջ խավարը, եւ որ ամբողջ մեղքը անեծքը իր վրա հակավ, որբեսի այդ անեծքը փարադե իր հարությամբ։ Հալելույա։ Այս է աստվածային ճշմարտությունը, որ մենք կտեսնենք։ Որչակներ գսե Հիսուս, քիչ մը ադեն ալցեզի հետեմ, զիս պիտի պնդրեք եւ ինչպես հрьяաներուն ըսի թե ես ուր գերտամ դուք չեք կրնարկալ, հիմա ցեզի գսեմ նոր բադվիրանք։ Ուրեմն հիմա պիտի երթամ գսե, ահա, պիտի մեռնիմ, ժամանակ եկավ, պիտի երթամ դուք չեք կրնարկալ ուր որ եմ։ Այո, հիմա մենք չենք կրնարկալ ուր որ է։ Պիտի ըլլա օրը, երբ Հիսուս պիտի ըլլա այնտեղ, ուր որ մենք պիտի ըլլանք։ Ես պիտի երթամ ցեզի դեղ պիտի պատրաստեմ, որբեսի կամ գսե ցեզ վերցնեմ, երբ ուր որ եմ, դուք ըլլաք այնտեղ, բայց հիմա չէ։ Այդ աշխարհի վերջի մասն է խոսքը։ Բայց մինչ այդ ցեզի նոր պատվիրանք կուդամ։ Հա, ինչ այդ նոր պատվիրանքը գսե մեգզ մեկ սիրեք, ինչպես ես ցեզ սիրեցի, դուգալ մեգզ մեկ սիրեք։ Եվ ասով գսե ամենքը պիտի գիտնան թե իմ աշակերտներս եք, եթե մեգզ մեկ սիրեք։ Սիրեք ու Աստվածդ, սիրեք ու ընկերդ, այս 5 դագարանի օրենքներն է, Ղևտացոց 19-ի մեջ գսե սիրեք ու ընկերդ, ինչպես քո անձդ։ Okay։ Բայց այստեղ նոր պատվիրանք կուտա Հիսուս։ Մեգզ մեկ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Նորեն կգրտնեմ ինչ որ քիչ առաջ ասի, սերը զգացում չէ։ Հիսուսի սերը փաստվեցավ, ինչպես ոտքերը լվալով աշակերտներուն, խաչը ելելով, զոհվելով, իրար սիրեք կորձով, մեգզ մեկ սիրեք իրար ծառայելով, մեգզ մեկ սիրեք իրար նվիրվելով, մեգզ մեկ սիրեք իրար բարձրացնելով, իրար քաչալերելով, իրար օգնելով, իրար օրտնելով, մեգզ մեկ սիրեք իրար ծառալալով։ Այս նոր պատվիրանք է։ Սիրելի եղբայրներ, այսպես պիտի գիտնան, որ դուք իմ աշակերտներս եք, ոչ թե գիրագի օրը եկեղեցի երթալով, ոչ թե սուպկիր կարդալով, մոմ վարելով, ինչ գիտնամ այստեղ այնտեղ հոգևոր բանոր խոսելով, չէ որ պիտի գիտնան, որ դուք իմ աշակերտներս եք։ Պիտի գիտնան իմ աշակերտներս եք, երբ որ դուք իրար գսիրեք ինչպես ես ձեզ սիրեցի, իրար գնեք ինչպես ես ձեզ ըրի, իրար գբարձրացնեք ինչպես ես ձեզ բարձրացուցի, իրար գներեք ինչպես ես ձեզ ներեցի, իրար գործնեք ինչպես ես ձեզ օրտնեցի, եւ այս պիտի տարածեք ամբողջ աշխարհը, եւ իմ աշակերտներս պիտի լակ այս գործի վրա։ Մի քարոզեր ապրիր։ Սիրո մասին մի խոսիր, սերը ցույց տուր ցևով մը։ Գույր եղբայրներ, մենք շատ հերու ենք ավետարանի ուսուցմունքեն։ Մենք մեզի հավատացյալներ գսենք, հովիվներ գսենք, քարոզիչներ գսենք։ Եվ այսօր ամեն գոմ նոր հովիվներ գելեն, ինքնագոչ հովիվներ, իրենց հովիվսողներ։ Բայց ուր է Հիսուսի խոսքը։ Հա գքարոզեն, հայտնություններ կստանան մարդիկ, շատ զարմանալի հայտնություններ, ես կսպասեմ, որ հայտնություններ ստանան այս խոսքին վրա, որ իրար սիրենք, իրար ծառայենք, իրար բարձրացնենք։ Ոչ թե ես հայտնություն կստանամ, երբ որ ես հովիվ եմ, հայտնություն կստանամ, երբ որ ես միկրոֆոնը իմ ցերկս է, հայտնություն կստանամ, երբ որ ես դիդրոսի մեջ եմ։ Չէ, հայտնությունը կստանաս, որ քեդինները գլվաս, հայտնությունը կստանաս, որ եղբորդ քրոջդ գործնես, հայտնություն կստանաս, որ գտեսնես եղբայրը ցավի մեջ է եւ գերտասկայցերից կբարձրացնես իր ցերկերը։ Այդտեղ է աշակերտը լալը։ Եվ հիմա գործրել է բանամանդ ավետարանական եկեղեցիներու դարբեր եկեղեցիներու մեջ այս բանը գործրել է։ Հայտնություններ, մարգարեություններ, հրաշքներ կստանան բոլոր ամենտեղեն, բայց ուր է այն, որ իրեք սիրեք ինչպես ես ձեզ սիրեցի, եւ այսպես գրված է ամենքը պիտի գիտնան, որ իմ աշակերտներս եք, ամենքը պիտի գիտնան, բայց ասեմ ձեզ այսօր ամենքը չեք գիտնան, որ աշակերտներ են։
քանի որ այսօր չագերդյալ եկեղեցիներ կբարձրանան մյուս եկեղեցիների հաշվին, հովիվներ կբարձրանան ուրիշ հովիվների փամփասանքների վրա, մի խոսքով ցավալի է, բայց գուզեմ հայտնել այս բոլորը ցեզ նաև, եթե շատերդ այս բաներն դերյակ չեք, գիտեք, երբ որ մենք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքին համաձայն բարձությամբ չենք ապրիր, մենք այնտեղ չենք, մեր իր աշակերտը չենք, քրիստոնյա գրնանք անվանվել, ավետարանական գրնանք գլալ, առաքելական գրնանք, ինչ ուզում ես եղիր, բայց Քրիստոսի աշակերտը չես։ Քրիստոսի աշակերտը այս ծառայող հոգեբանության մեջն է, ծառան իր դիրոջ մեծը չէ, ղրգված է ծառան իր դիրոջ պես լալու, եթե գան ծեր մեջ, կամ ծեր գողքին մարդիկ, որ այս խոսքին համաձայն գաբրին, ընդունեցեք այդ մարդկանց, նույնիսկ եթե դիդղոս չունին, բայց եթե գան մարդիկ, որ 10 հատ դիդղոս ունին եւ այս հոգեբանության մեջ չեն, այս ապրելակերպի մեջ չեն, հերացեք այդ մարդկը, այդ մարդկանց ոչ դոնորեն ասեք, ոչ հայր ասեք, ոչ բադվելի ասեք, ոչ կահանա ասեք, ոչ եղբայր ասեք, ասեք այդ մարդկանց, որ այս Քրիստոսի խոսքին վրա գաբրին, գիտեմ խիստ է ինչ որ գսեմ, գիտեմ չոր է ինչ որ գսեմ, գիտեմ որ դերևս այսպես բանով ինտերնետով ըսվելիք բան չի այս բանը, բայց պիտի ասեմ որ այլևս ամեն մարդ հասկնա, ժամանակը հասել է, էլ խաղ մեջ չէ լա եկեղեցիներու մեջ, էլ հոգևոր բաներ մեջ չէ ասենք եկեղեցիներու մեջ, էլ գպավե մեծ պատմություններ պատմենք, խոնարհենք, բարձ ծառայություն անենք, ինչպես Հիսուս ինք ըրավ, մնացածը ինք կանե, հրաշքները ինք կանե, մարգարեությունը ինք կա, Սուրբ Հոգին կգործե, մեծ հրաշքներ կկատարվի, դիրոջ գործն է, այդ քո գործը չի, մարդ քաշելու նպատակ թող չի լա ծեր սրտերուն մեջ, այլ նվիրվելու նպատակ թող լա, հալելույա, այդպես պիտի գիտնա որ դուք իմ աշակերտներս եք, երանի քիչ ավելի տեսնեինք, որ անոնք այդ մարդիկը որ գսեմ որ ծառայողներ են, առաջնորդներ են, հավատացյալներ են, երանի կարողանային գսել Հիսուսի աշակերտներ են։ Մենք կտեսնենք այդ մարդոնց Հիսուսի աշակերտներ։ Աշխապ դարի ես ալ ծառայության մեջ եմ, ես միջև այսօր կքննեմ ինձ։ Շատ անգամ աշակերտ չեմ եղած, շատ անգամ այս աշակերտության հոգին չեմ ունեցած, եւ աբաշխարել եմ, զղջացել եմ, եւ դեր կզղջամ, եւ դեր պիտի զղջամ։ Եկեղեցիներու մեջ կոնե մեր ծառայության մեջ, Ֆրանսայի մեր տարբեր ծառայություններու մեջ, որոնց կճանչնամ շատ քիչեր աշակերտներ կան, եկեղեցի եկողներ շատ ունենք, այո, բայց աշակերտներ շատ քիչ։ Հալելույա ասողներ շատ կան։ Փառք դվող Աստծո շատ կան, վկայություն ունողներ շատ կան, բայց աշակերտներ քիչ։ Թող դերը մեզ սորվեցնե, թե ինչ աշակերտը, այդպես պիտի գիտան, որ դուք իմ աշակերտներս եք, երբ մեկս մեկ, եթե իրարու վրա սեր ունենաք, լավ լսեցեք, սերը ամենեն վտանգավոր բառն է, եթե շիտակ տեղը չես գործածեր։ Սեր ունենալը այս ինչ որ ասավ Հիսուս, ծառայության, խոնարհության, իրար փարսացնելու նպատակով։ Վերջ։ Ունի սատիկա, դու քո եղբորդ համար գզողվիս, դու պատրաստ ես սիրելու, նվիրվելու, ծառայելու, ծառայալու, քո եսդ ոչնչացնելու, քեզ նեղացրել են մոռնալու, փարսացնելու, սիրելու, օրտնելու, դիրոջ թակավորության համար, դիրոջ եկեղեցին համար, դիրոջ ավետարանը քարոզելու համար, ղրգված ըլլալու համար դու պատրաստ ես։ Դու ղրգված ես։ Այս է սերը։ Մնացածը պատմություն մի պատմեք, սիրելիներ իրարու։ Թե մենք հավատացյալ ենք, մենք գիտենք, մենք զգացում ունենք, մենք հայտնվեցանք, դերը ինձ ասեց, այդ խոսքերը արդեն մենք անցել ենք այդտեղից։ Այդ դերը ինձ ասեց անցել ենք։ Դերը եթե քեզ մեկ բան բիդասի բիդասի զղջա, ապաշխարե, խոնարիր եւ ծառայե քո եղբորդ քրոջդ։ Հարաճացուր իմ տակ ավետարանը, իմ ավետարանի համար աշխատիր։ Այդ կասի դերը, եթե դերը մի բան ասում է քեզ։ Եթե դերոջ մեզ հայտնություն ունիս, այդ բիդասի քեզ։ Ուրիշ բան չի գրդարսել։ Քանի որ դերը մեզ ցույց կտա գարք ու կանոնը։ Այսպես պիտի գիտնան, որ դուք իմ աշակերտներս եք, եթե իրարու հանդեպ սեր ունիք, եթե ղրգվածներ եք, եթե ծառայողներ եք, եթե ծառայության հոգին ղնճագը հակած եք, եւ եթե ոտքեր գլվակ ձեր եղբայրներուն քույրերուն, այդպես պիտի գիտնան, որ դուք սեր ունիք։ Հալելույա, հալելույա։ Սիմոն Պետրոսը ասավ անոր դեր, ուր երթաս։ Հիսուս պատասխան ասավ, ուր որ ես կերտամ դու հիմա չես կրնարկալ, ինչպես ասի քիչ առաջ իմ յետևես, բայց ետքը պիտի քաս իմ յետևես։ Այո, ետքը։ Պետրոս ասավ, դեր, ինչու հիմա չեմ կրնարկալ քու յետևետ։
Ես իմ կյանքս ալ քեզի համար պիտի տնեմ։ Ահա։ Լեցուն հավատացյալներ այս խոսքը գլսենք ամեն գիրագի, երբ որ փառապանության երկեր գերքենք, իմ կյանքս Հիսուսի, կյանքս կհայտնեմ Հիսուսի, Հիսուս քեզ ամչափ կսիրեմ, պատրաստ եմ կյանքս տալու, այսպես խոսքեր եւ այսպես երկեր շատ ունենք մենք։ Լավ են այս երկերը։ Երկերու համար լավ են, բայց ապրելու համար այնքան էլ չէ։ Կյանքս կուտամ քեզի համար, Հիսուս պատասխանավ, թունքու կյանքդ պիտի դաս ինձ համար, հա։ Այդպես կսես Պետրոս, դու չես հասկնար ինչ կսես։ Բերանետ նորեն թեթև խոսքեր ելան, հա։ Քեզի ասեմ, ճշմարիտ կսեմ քեզի, որ ակաղաղը պիտի չխոսի մինչև թուն 3 անգամ զիս ուրանաս։ Նորեն պամը խոսեցար Պետրոս։ Նորեն պամը ասիր Պետրոս։ Մտածե Պետրոս, մտածե։ Լավ մտածե ինչ կսես։ Հասկացիր դու ով ես, հասկացիր ինչ է քրիստոնյա լալը, հասկացիր ինչ է Հիսուսի հետևիլը, հասկացիր ինչ է Տիրոջ նվիրվիլը։ Ես իմ կյանքս քեզի պիտի դամ, ես իմ կյանքս քեզի պիտի տնեմ։ Ինչպես կրնաս ասել ես իմ կյանքս քեզի պիտի տնեմ Պետրոս, եթե դու դեռ պատրաստ չես, որ Հիսուս քո ոտքերդ լվա, որ դու ոտքերը լվաս քույր եղբայրներուն։ Սիրելի քույր եղբայրներ, Ավետարան Հովհաննեսն է որ գսերդենք։ Եվ որչափ այս գսերդեմ ծեր հետ, այնքան իմ մեջս ավելի այդ նախանցախնդրությունը կբարձրանա, թե այսօր մեր եկեղեցիներու մեջ, հավատացյալներու մեջ, Քրիստոսի հետևորդներու մեջ, ապաշխարածներու հետ, վերստին ծնվածներու հետ մենք պետք է դարբեր ձևով աշխատենք։ Մենք պետք է թողնենք իրար մեջք քորելը, իրար այսպես հանդարտեցնելը, եւ մենք պետք է իրական դառնանք, թե ինչ կսե Սուրբ Գիրքը իրական հավատացյալին, աշակերտին, ծառայողին, ծառային։ Հիսուս իր աշակերտներուն ինչ որ գսա այստեղ միան 12-ին համար չէ։ Իրեն բոլոր հետևորդներուն համար է։ Դու քեզ հարց տուր, դու ինչ տեսակ ծառայ ես։ Դու քեզ հարց տուր, դու ինչ տեսակ աշակերտ ես։ Հարց տուր։ Տիրոջ առաջ ել, սիրտդ բաց, անգերձ եղիր։ Քո մեջի շարժարիտներդ բեր Տիրոջ սե դեր ես ինչպես երթամ առաջ։ Քո խոսքիդ համաձայն ինձ օգնե որ ապրիմ, քո աշակերտը դլամ, ավետարանը ղրգված լամ, ավետարանը քարոզող լամ, ավետարանը ապրող լամ։ Քանի որ դու հայրը քեզ ղրգես, դու ալ մեզ ղրգեցիր, ես ղրգված եմ, ես դունը նստող չեմ, ես իմ հանգիստս ապրողը չեմ, ես իմ կոմֆորտիս մարդը չեմ, դեր ինձ օգնե։ Սիրելի քույր եղբայրներ, անգերձ եղեք Տիրոջը։ Եթե գուզեք որ իսկապես աշակերտ ըլլաք, անգերձ աղոթեցեք, ձեր սրտի ներսը մտեք եւ ասեք դու ինչ տեսակ մարդ կուզեք ըլլալ։ Դերը կտեսնե, կճանչնա ամեն մեկուս։ Կարդացին իր աշակերտներուն կճանչնար, գիտեր ամեն մեկուն։ Քեզ ալ գիտե, ինձ ալ գիտե։ Հիմա ինչ որ ես կսեմ ցեզի արդյոք իմ մեջս իրական այդ է, ոչ թե միան քարոզեսելով կքարոզեմ։ Դերը գիտե այդալ։ Արդյոք իրական անգերձ եմ ինչ որ գսեմ, իմ փապակս իրական է, ոչ թե արդյոք այդպես խոսք է գխոսինք։ Հավատքի մարդ ենք, հովիվ եմ, պիտի քարոզեմ, փամը պիտի ասեմ։ Գիտեք, այդպես կա։ Հոգևոր մթնոլորտի մեջ հավատացյալները հոգևոր բաներ գսեն։ Հոգևոր մթնոլորտ են ենք բիզնեսի մթնոլորտի մեջ կմտնենք, հավատացյալները գմորնան իրենց հավատացյալը լալը, բիզնեսի բաներ խոսելու կսկսին, սուտ խոսելով, գեղտոտություն ունելով, անգարկություն ունելով, գմորնան։ Համբասանքի մեջ կմտնեն գմորնան, որ թիմացին իր քույր եղբայրն է, որում ոտքերը պիտի լվա, այլ ընդհակառակը մի հատ գլխին կզառնեն։ Ինչ տեսակ հավատացյալ ես, ինչ կուզես լալ, ինչ տեսակ մարդ կուզես լալ, արդյոք կուզես աշակերտ լալ, ղրգված որ Քրիստոսը ապրիս, Քրիստոսին ավետարանը ապրիս, քո կյանքով ավետարանը երևնա, քո մեջ ավետարանը փայլի։ Եթե այդպես կուզես լալ, այս գիշեր նստիր Տիրոջ առաջ, օթե եւ ասե դեր ես կուզեմ օգնե ինձ դեր որ հութա չլամ, Պետրոս չլամ, աշակերտներու մեջ չփախիմ, օդար բան խոսքեր չխոսիմ, օգնե ինձ որ իրականը լամ,
ճիշտ քո խոսքիդ մեջ։ Մեմ եւս կարդացեք գլուխ 13-ը մտածելով ինչ որ ըսի, այս վիդեոն հիմա մի քանի վայրկյան հետո գտնվի YouTube-ի վրա, գտնվի Խոսգետ TV-ի վրա, Facebook-ի վրա, ամենատեպս դարաձեցեք, եթե գտեսնեք, որ մարդիկ կան, որ գհետաքրքրվին, եթե գտեսնեք, որ մարդիկ կան ձեր ճոսկոմը, որ իրենք ալ հիաստապված են, ինչպես ես, իրենք ալ հիաստապված են այս գրոնական աշխարհեն, այս գրոնական խոսքերեն, իրենք ալ հոգնած են, ավետարանի ճշմարիտ խոսքը թողելով, ավետարական բաներ գնեն մարդիկ, եթե հոգնած են, ուղարկեցեք այս բաները, իրենք ալ թող շարժին, եւ դերևս ինչու՞ չէ միասին համախմբվենք եւ աղոթենք եւ բայկարենք, որ ամեն երկրի մեջ, ամեն քաղաքի մեջ ճշմարիտ աշակերտներ բարձրանան մեր հայացքին մեջ։ Փառքը թող դրվի մեր Տիրոջը հիմա եւ միշտ եւ հավիտյան հավիտենից, հալելույա։ Ես կուզեմ Տեր Հիսուսի նմանվել, վստահ եմ քո մեջ ալ բարձրացավ այդ փափակը, Տեր Հիսուսի նմանվել, ծառան իր Տիրոջ պես է, իր Տիրոջ մեծ չէ,